Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ամենահաջողված մարդիկ փոքր սկիզբ են ունեցել։ Երբևէ ինքդ քեզ տվել ես այս հարցը՝ ինչու պետք է հենց ես ստանձնեի այս պատասխանատվությունը։ Ինձնից շատ ավելի տաղանդավորները կան։ Ես այնքան էլ հարմար չեմ նման պատասխանատու գործի համար։ Սիրելի՛ բարեկամ, կա՞ արդյոք մի մարդ, որ սովորել է վազել նախքան քայլել սովորելը, կամ սովորել է երգել նախքան խոսել սովորելը։ Բոլոր մեծ ծրագրերը սկսում են իրագործվել հաջողված փոքր քայլերի շնորհիվ, որոնց ամբողջացումն է, որ բերում է երազանքների իրականացմանն ու ծրագրերի իրագործմանը։ Աստված քո սրտում նույնպես երազանքներ ու գաղափարներ է դրել։ Նա խոսում է քո հոգու հետ։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, նախքան քո լույս աշխարհ գալը Աստված արդեն իսկ զորավոր օրհնություններ է պատրաստել քեզ համար (տե՛ս Եփեսացիս 2:1 խոսքը)։ Այսօր ուզում եմ քաջալերել քեզ, որ այլևս չհետաձգես քո երազանքների իրականացման համար անհրաժեշտ առաջին քայլը կատարելը։ Դրա համար անշուշտ քաջություն է պետք, սակայն ուզում եմ քեզ հայտնել, որ ես աղոթելու եմ քեզ համար։ Տեր Աստծու հետ և Նրա օգնությամբ դու կարող ես անել ավելին, քան կարող ես պատկերացնել։ Առաջարկում եմ միասին աղոթել ու խնդրել Տիրոջը, որ զորացնի քեզ և բացահայտի թե՛ քո կյանքում Իր ունեցած ծրագրերը և թե՛ այն քայլերը, որոնք պետք է իրագործես քո երազանքի իրականացման ճանապարհին։ Տե՛ր, ես պատրաստ եմ արձագանքելու Քո կոչին և մուտք գործելու այն կանչվածության մեջ, որը Դու ես պատրաստել ինձ համար։ Հավատում եմ, որ Դու իմ կյանքի համար հրաշալի ծրագիր ունես և պատվիրել ես, որ ես Քո փառքի համար հատուկ գործեր իրականացնեմ։ Ես վստահում եմ Քեզ իմ կյանքի համար ունեցած Քո ծրագրերի հարցում։ Խնդրում եմ՝ լցրու ինձ Քո զորությամբ և ուժ ու քաջություն ինձ պարգևիր, որպեսզի կատարեմ այն ամենը, որ Քո կամքն է ինձ թելադրում։ Շնորհակալ եմ, Տե՛ր, ինձ պաշտպանելու և ինձ հետ իմ ամեն քայլի մեջ լինելուդ համար։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։